Բարի օր ձեզ իմ շատ սիրելի հետևորդներ ջան, ինչպես եք հարգելիներս, ժողովուրդ ջան, այնքան հոգնած եմ իրոք, որ խոսալս չի գալի, դե մի օր քաղաքում ենք եղել Էլենիս հետ, հետո եկել եմ հաջորդ օրը, որ լինի 3-24-ի դրությամբ ամսի միջոցառման ենք եղել, կնունք և ծնունդ, շատ լավ միջոցառում էր, շատ լավ ուրախ տրամադրված տրամադրությունով տուն ենք եկել, շատ լավ անցավ, ափսոս որ չնկարեցի, ժողովուրդ ջան, չեմ նկարում նրա համար միջոցառումները, որովհետև YouTube-ը չի ընդունում, որ երաժշտություններ մեջ է լինում։ Դե դրա համար ես էլ չնկարեցի, բայց շատ լավ անցավ, լավ անակնկալներ էին արել, թորնիկները պապիկին, ու այդպես ու ժամի տուն ենք եկել, այսօր առավոտյան արթնացել եմ ու ջիգարով մաքրություն եմ արել, ջիգարով, դա իմ բառն է ժողովուրդ ջան, որովհետև լավ մաքրությունը տենց է լինում, որ տեղը տեղին ամեն ինչը մաքրում ես, դե ինչ, հիմա ուզում եմ մի հատ սուրճ խմեմ ու որոշել եմ այսօր պատրաստեմ կարկանդակներ, արգելներս, կարկանդակները պատրաստելու եմ մածունով և ձվով, խմորը այդպիսին եմ անելու, ես առաջին անգամ եմ պատրաստում, բայց շատ լավ է ստացվում, իմ աղջիկն է միշտ պատրաստել ու ինքն է, սա իր բաղադրատոմսն է, ինքն է ինձ ասել, որ պատրաստեմ, ես միշտ պատրաստել եմ ունիվերսալ խմորով, շատ լավ է ստացվել, հիմա այսօր կփորձեմ այդ տարբերակով, հիմա մի հատ սուրճ խմեմ, նոր հետո կպատրաստեմ կարկանդակները։ Այս լավ եղանակ է մեզ մոտ, արևոտ, այս պատուհանն էլ խոհանոցի բաց եմ թողել, ծաղիկների բույրը մինչև այստեղ հասնում է, ծիրանենին լրիվ ծաղկել է, ժողովուրդ ջան, լրիվ ծաղկել է, անուշ ծաղիկների հոտը գալիս է, գլխացավ եմ, մի քիչ էլ գլխացավ ունեմ, թե գինից հա չգիտեմ, մի քիչ չարաշահեցի գինին, հարգելիներս, նորից պետք է նկարեմ մենակ ես ինքս, որովհետև Էլենս այսօր նորից թարի փորձի է, ամսի 30-ին պետք է փառատոնում Երևանում նվագի, աղջիկը պետք է նվագի, առաջին անգամն է, որ Էլենը մասնակցում է թարի փառատոնի, տեսնենք էլի, շատ լավ է նվագում, շատ լավ պարապել է, ուսուցիչն էլ ասում է, որ պիտի անպայման հաղթած տուն վերադառնաս, տենանք, ժողովուրդ ջան, դրա համար եմ մենակ նկարում, չի լինում, սուրճս էլ վերցնեմ, նայեք հլը ժողովուրդ ջան, ուզում է ծաղկի, մանուշակներս ուզում է ծաղկի, կոկոմները, փոքր կոկոմները, սրա վրա էլ կա կոկոմներ, տարբերությունը նայեք տերևների, այս մանուշակի տերևները մեծ է ու շատ
հաստատ, տերևների հաստությունը նայեք, ոնց որ բարխատ լինի։ Իսկ այս մեկը շատ մանր է։ Կոկոմները։ Դրսում ելն ես լավ արևոտ սիրուն։ Մի թեթևել քամի կա, ժողովուրդ ջան, բայց այտենց չի, որ ասենք ցրտոտ է, էլի ցուրտ քամի է, սառը քամի է։ Այս ցելոֆոնն էլ պետքա բացեմ։ Նորից մեր կանանչիները ջրենք, պետքա խոնավություն ապահովենք այնքան ժամանակ, մինչև հողից դուրս գա ծիլերը։ Պիտի մաքրազարդենք, այս մեր այգին էլ ահագին գործեր ունենք անելու։ Այս հողը փորենք, մի քիչ կարտոշկա ցանենք։ Կարտոֆիլը երկու րոպե սենց մնա հապկի, որ կարողանամ մաքրեմ։ Շատ չեմ անում կարկանդակները, դրա համար էլ շատ կարտոֆիլ չեմ մաքրում։ Կարտոֆիլը կդնեմ վրան, նոր խմորը կպատրաստեմ։ Մեր կարտոֆիլը պրծավ, այսօր նոր են կարել, այսի ավելի վատնա։ Կտրատենք, որ շուտեփի։ Շատ քիչ է ջուր կլցնենք, որ հենց իր ջրով էլ էլծի։ Այս կա, շատ չեմ լցրել, ու դնենք գազ օջախին։ Հավաքենք, բացենք։ Հիմա պատրաստեմ խմորը։ Մեկ ձու, ճիշտ սրանով կխառնենք, ընդամենը մեկ ձու եմ օգտագործում։
Մածունն էլ աչքաչափով եմ լցնում, ժողովուրդ ջան, ինչ կա լցնում եմ, ինչ ունեմ այս պահին ձեռքից տակ։ Երևի 2 բաժակ։ Ես նախապես լավ հարել էի մածունը, դրա համար տենց երել է ջրիկ։ Հիմա սա էլ լավ կխառնեմ, կավելացնեմ սոդա։ Այսպես շատ չեմ լցնում, թեյի քթալ, բայց ոչ լիքը թեյի քթալ։ Նորից կխառնեմ, աղ կլցնեմ, լավ փրփրեց սոդան որմիշն, հիմա կլցնեմ ալյուրը։ Հիմա էլ ձեռով կհունցեմ։ Այս խմորով կարող ենք նաև թքաբլիթներ էլ պատրաստել, ժողովուրդ ջան, որովհետև արդեն պարզ է, որ սոդա կա մեջը ու մածուն, շատ փափուկ թքաբլիթներ էլ կստացվի։ Այսից խմոր ստացանք, ժողովուրդ ջան։ Դնենք մի կողմ, միջով կարտոֆիլը էփվի։ Ժողովուրդ ջան, ես աշխատում եմ ձիթայուղով, ալյուր չեմ օգտագործում։ Այդպես ավելի հեշտ է լինում ու համել ձեթը չի վառվում։ Իսկ որ ձեթով ենք անում, ամբողջ ձեթը ալյուր է լինում։ Հիմա, սենց լցրեցի, կանանչի այսի, դրել եմ, որ լվացել եմ, որ կտրեմ։ Հիմա խմորից վերցնեմ, փոքրիկ գնդիկներ անեմ։
Մինչև կարտոֆիլս պատրաստ լինի։ Սենց սա դնենք մի կողմ։ Կանաչիները ելեն խմորի մեջ, շատ մեծ չեմ անում, շատ փոքր չեմ անում, ասեց գնդիկներ, գնդիկները անեմ, թողեմ մնա, չէ կարտոշկի ջուրը արդեն քանվել է ժողովուրդ ջան, նորից ձեթ անենք դնենք ստե, որ չկպնի տախտակին, քան որ խմորը հավաքենք, նորից սենց անենք, որ Հելենս ասում էր, մամա, եթե չկարանաս մենակ նկարես, ինձ կսպասես, մինչև գամ նկարեմ, ասի լավ, գնա, կորոշեմ, կնկարեմ, թե չէ, բայց դե փորձում եմ առանց Էլեն։ Մնացածն էլ կտրեմ։ Վայ, իսկ կանաչիները, թամ կանաչիա, նոր լվացել եմ, դրել եմ տախտակի վրա, որ կտրատեմ, բայց լավ խմոր է, շատ լավ, փափուկ խմոր այլ է, կարելի է այս տարբերակով թխենք միշտ, այսինց, ամբողջովին ջուրը քանվել է, հիմա կտապակեմ, մի փոքրիկ կարակ կդնեմ, կարմիր պղպեղ, աղ, սև պղպեղ ու թարմ համեմ կկտրատեմ մեջը։ Կարակը դրել եմ, հիմա պղպեղ լցնեմ։ Սենց ծածկեմ, որ կարակը հալի ու կանաչին լցնեմ, սամիթ հովել է շատ լավ ստացվում կարկանդակները, մենակ կանանց սամիթ, դա այս պահին չունեմ, համեմ է, դրա համար համեմ եմ լցնում։
Վերջ։ Ես նախապես թավան դրել եմ գազօջախին, ձիթայուղը լցրել եմ, հիմա թող լավ տապ քանա, մինչև մի երկու հատ շարեմ դնեմ տախտակի վրա, հետո նոր կտապակենք։ Ժողովուրդ ջան, ով ոնց ուզում է, այնպես էլ բացում է։ Ես տեսել եմ, որ նաև գնդում են, գռտնակով էլ են անում։ Տարբերակ է։ Կամ ուրիշ ձև են տալի։ Ով ոնց ուզում է, իր խոհանոցում այնպես էլ պատրաստում է։ Բայց բացվում է, էսի չեմ սիրում, որ բացվում է, որ բացվի ձեթը կանցնի մեջը։ Ոչինչ, փորձենք այնպես անենք, որ չբացվի։ Հիմա մեկը դնեմ թավայի մեջ, տենամ հələ լավա տաքած է, թե չէ։ Դեռ այդքան է լավ չի տաքած է, բայց մի հատը դրեցի մեջը, ոչինչ, մի երկու հատ անեմ, պատրաստ դնեմ ստե, որ էս է։ Դե կարկանդակները արդեն դրեցի, հարգելներս չկարողացա ցույց տալ այդ դնելու պահը, որովհետև ձեռքերս ձիթայուղոտ է, ես էլ չէի կարող հեռախոսին ձեռք տալ։ Կներեք, հիմա եմ ցույց տալու, տեսեք բացվել է, բայց ոչինչ։ Լավ էլ թղթլիկ կարկանդակներ ստացվել։ Տնական կարկանդակներ, ժողովուրդ ջան, շատ չդատեք, չասեք, էս չի, սենց պիտի լինի, էսից լավ չարեցիք, լավ չբացեցիք։
Հիմա էլ պատրաստում եմ ժողովուրդ ջան, դե բոլորս էլ գիտենք, որ ուտում են պղպեղով, աղով, միասին իրար հետ խառնած վիճակում։ Մի քիչ աղ, մի քիչ սև պղպեղ, մի քիչ կարմիր պղպեղ խառնում ենք իրար, որպեսզի համտեսենք այս պղպեղով և աղով միասին խառնած։ Կարելի է մի քիչ է լցրած։ Այս է։ Մի քիչ լավ լցնենք։ Հիմա սրանք բոլորն էլ դնեմ իրանց տեղերը, որտից որ վերցրել եմ։ Գիտեք ինձ ինչա թվում, հարգելիներիս, միգուցե այս մածունով, սոդայով խմորից է, որ չի կպնում իրար, ոնց էլ ուզում եմ լավ փակել, որ անցքեր չլինի, նորից բացվում է, բայց դե ոչինչ, փորձ է էլի, պետք է անենք, որ իմանանք, բայց վատ կարկանդակներ չել է, ժողովուրդ ջան, իսպես էլի կարկանդակա, կարմիր գլխարկի կարկանդակներն են։ Սրանք դնենք մեջը։ Հիմա մի երկու հատ էլ հələ անեմ։ Հարգելիներս,
Այսօրվա իմ պատրաստած կարկանդակները։ Տեսեք ինչ լավ է էլի։ Սիրուն, գույնը սիրուն։ Էլենս էլ եկել է ու ուտում է, նայեք, այս բացվածքը հարգելներս հենց այս խմորի բաղադրա տոմսից է։ Իմ աղջիկն էլ եկել է, շուշուտ ուտում է։ Դե հիմա գազի վիճակը նայեք, ժողովուրդ ջան, հիմա այսքան ձիթայող ավելացավ, սա տանեմ թափեմ դրսում, տեսեք, մի հատ, մի փոքր գործ ես անում, լրիվ ավիրվում է, տանեմ թափեմ, գազս էլ մաքրեմ, վերջացնեմ։